Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Դանիելյան, այսօր առավոտից տեսնում ենք Գյումրիում տեղի ունեցող գործընթացները, դուք ինչ գնահատական կտաք, ինչ է ըստ էության կատարվում այս պահին Գյումրիում։ Արդյոք սա իսկապես իշխանություն զավթելու այսպես գործնական քայլերից հերթական։ Իհարկե, մենք Հայաստանի տարբեր համայնքներում ականատես ենք եղել իշխանությունների նման գործելակերպին, որը որ ավտորիտար պետություններին բնորոշ է, որ պարտվելով իշխանություն չի համակերպվում իրականության հետ, չի ուզում հարմարվել ստեղծված իրավիճակին, որ ընդդիմադիր ուժերը կամ ընդդիմադիր ուժը ստանձնում է քաղաքապետի ուրեմն լիազորությունները, որ արդեն մարդիկ համարում են, որ այլևս ԿՊ իշխանությունը չպետք է լինի այս կամ այն համայնքում, գործի է դրվում ամենակոշտ գործելավոճը քրեական գործերի, գալիս է փուլը քրեական գործեր հարուցելու, մարդկանց վրա բռնաճնշումների գործադրելու, նաև դրա վառապացույցն էլ Գյումրիի օրինակն է, որ իշխանությունը ըստ տարբեր մեզ հասած տեղեկությունների ճնշումներ է գործադրել ավագանու անդամի նկատմամբ եւ այսօր փաստացի մենք ականատես ենք լինում, որ Գյումրիում փորձ է կատարվում իշխանությունը զավթելու եւ սա ասում եւ անում է մի իշխանություն, որը ասում էր, որ եթե ժողովուրդը որոշի, որ մենք իշխանության չենք լինելու, մենք իշխանության չենք լինելու։ Մի ժողովուրդը Գյումրիում որոշել է, որ դուք իշխանություն չեք լինելու, համակերպվեք դրա հետ։ Իսկ չեք պատկերացնում հարցս ռետորական եւ դիմում եմ ԿՊԱ-ականներին, որ նման գործելակերպը այլ ավելի է ուրեմն իրենց նկատմամբ ատելություն գեներացնելու եւ այդ գործելավոճը ի վերջո հանգեցնելու է նրան, որ ժողովուրդը դուրս է գալու փողոց եւ տեսնելով, որ ընտրության միջոցով չի կարողանում իր քվեն տեղ հասցնել եւ իր ցանկալի իշխանությունը ունենալ, ի վերջո վռնդելու է իրենց իշխանությունից, համարելով, որ ընտրություններով հնարավոր չի լինում հասնել իրենց ցանկալի արդյունքին։ Ձեզ կարող են հակադարձել եւ ասել, որ դա նորմալ քաղաքական process է։ Դա նույնն է, ինչ որ դուք կցանկանայիք անել խորհրդարանում impeachment-ի ենթարկելով վարչապետին։ Հիմա սա նորմալ քաղաքական process է։ Մենք որպես ընդդիմություն նախ կարծում ենք, որ եթե ուրեմն ուզում ենք, որ ընդդիմադիր падգամավորները միանան մեր գործընթացին, մենք այդ մարդկանց հետևյալ գործիքակազմը ունենք առաջարկել, համոզելու, խնդրելու, նաև ինչու՞ չէ, նաև բացատրելու, որ իրենց գործելավոճը որ մենք ոչ անգամ եթե ունենայինք ոստիկանության, ԱԱԾ-ի եւ այլ այսպես ուժային կառույցների այդ լծակները, մենք նախ մեզ թույլ չենք տալու, բայց իրենք լրիվ ուրիշ գործիքակազմ են, դա նրա հետ համատելը անտեղի է, որովհետև մեր գործիքակազմը այլ է, մենք հրապարակային ասում ենք եւ բացատրում ենք, որ այն գործելավոճը, որ ընտրել է իշխանությունը, դա կործանարար է։ Իսկ իրենց գործելավոճը մարդկանց կանչել ուրեմն ԱԱԾ, ոստիկանական բաժանմունքներ, սպառնալ մարդկանց, խոշտանգել մարդկանց, շատ ժամանակ նաեւ մենք տեսնում ենք, որ ոստիկանական բաժանմունքներում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ինչ խոշտանգումների են ենթարկվում, ծեծ ու ջարդի եւ նաեւ շատ այլ ոչ բարոյական մեթոդներով ազդելու, անձնական կոմպրոմատների, անձնական դաշտ մտնելու եւ դրա արդյունքում փորձելու պատկերը փոխել, դա անընդունելի է։ Դա տեսեք, ընտրություններից առաջ էլ օրինակ Գյումրիում իրենք ամեն ինչ արեցին, վարչական ռեսուրսը օգտագործեցին, ամբողջ իրենց ընտրակեղծիքների համակարգը, համակարգը կիրառեցին Գյումրիում եւ
անգամ դրանից հետո իրեն ցանկալի արդյունքը չունեցան։ Փոխանակ համակերպվեն այդ իրողության հետ։ Գնում են մի գործելավոճը, որը նորից եմ ասում, բնորոշ է բռնապետական երկրներին։ Իսկ ընդդիմությանը գործելավոճը հետևյալն է՝ համոզել, ասել, բացատրել եւ իրավիճակը ներկայացնել, որպեսզի այն падգամավորները, որոնք մինչև հիմա աջակցում են Նիկոլ Փաշինյանին, վերջո հասկանան, որ դա կործանարար է մեր երկրի, մեր պետության համար։ Գալով իմպիչմենտին այսօր պատիվ ունեմ ստորագրել են իրենց падգամավորական ամբողջ խմբակցության անդամներով, տեղադրել են իրենց էջերին եւ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ եթե Հայաստան խմբակցությունը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ապա իրենք պատրաստ են քվեարկել, պատրաստ են ընդունել այդ առաջարկը։ Սա կարող է որևէ բան փոխել Հայաստան խմբակցության դիրքորոշման։ Մենք ասել ենք գործընթացը ինչ էվոլյուցիոն զարգացում պետք է ունենա, մենք կողմ ենք իմպիչմենտի գործընթացին, բայց դրա համար պետք է լինի այն հնարավոր ինչի մասին որ մենք խոսում ենք, ակտիվ դերակատարների փոխհամագործակցված աշխատանք, մարդկային ռեսուրսների եւ ոչ միայն մարդկային ռեսուրսների, նաեւ նյութական ռեսուրսները պահանջում, դա հաշվի առնելով պրոցեսները, նաեւ նրա ծախսերը եւ այլ եւ այլ։ Դրա հետ կա նաեւ այլ բաղադրիչներ, օրինակ նաեւ այլ հակառակ թևի նաեւ падգամավորների բացատրական եւ այլ աշխատանքները, որ պետք է կատարվի եւ ինչու՞ չէ շատ կարեւոր է նաեւ տեխնացուի հարցը, որը որ կարա նաեւ այդ տեխնացուն այստեղ խնդիրը ընդդիմադիր դաշտում տեխնացուի բանը չէ, թեպետ նաեւ այդ խնդիրը կա։ Այստեղ խնդիրը նաեւ այն падգամավորների, որոնք որ պետք է միանան իմպիչմենտի գործընթացին, նաեւ այդ падգամավորները պետք է իրենց համարել կոպիտ ասած ընդունելի տեխնացուն եւ սա մի հատ մեծ գործընթաց է, որը որ պետք է արվի հետո ես կարծում եմ, որ արդեն իր արդյունքները կտա, պետք է դրա համար ճիշտ գործընթացը ճիշտ կետից մեկնարկվի եւ տրամաբանական իր ավարտին հասվի։ Ո՞րն է այս պարագայում։ Ճիշտ կետը ես նշեցի ձեզ։ Նախ ակտիվ դերակատարները, կուսակցությունները, այն մարդիկ, որոնք որ հնարավորություն ունեն պրոցեսներ գեներացնելու եւ ունեն ռեսուրսներ, ներուժ եւ այլ, այդ մարդկանց ընդհանուր ճանապարհային քարտեզը պետքա տեսանելի լինի, պետքա նստեն, ճանապարհային քարտեզը մշակեն, դրա համար պետք է լինի ակտիվ փողոց, որովհետեւ ինչը որ մենք ենթադրում ենք, որ պետքա արվի անեն իշխանական падգամավորները, դա ճշման եւ նաեւ բանի արդյունքում պետք է լինի, էլի։ Հանրապետականը եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այո, իրենք պատրաստ են եւ պատրաստվում են փողոցային պայքարի։ Շատ լավ, շատ բարի, Հայաստան դաշինքը աջակցելու է եւ այդ պայքարին ցանկացած պայքարի անմասն չի մնում։ Դուք տեսել եք այս ընթացքում ինչքան փողոցային պայքար ա եղել, կամ մենք նախաձեռնողն ենք եղել այդ պայքարի եւ առաջին գծում նենց չի որ մենք ինչ որ չգիտեմ հետին շարքերում կամ չգիտեմ ինչում հանգիստ մեզ համար տեսել ենք թե process-ները ոնց են զարգանում։ Մենք ակտիվ դերակատար ենք եղել դրան, չէ՞, այդ փողոցային պայքարի եւ կարծում եմ որ ուրիշ կարծիք այդեղ լինել չի կարող։ Մենք միշտ էլ ասել ենք, որ այս իշխանությունների դեմ պետք է լինի մոբիլիզացիա, քաղաքական միավորների կոնսենսուս, կոնսոլիդացիա եւ նորից եմ կրկնում այդ ճանապարհային քարտեզի մշակում եւ նաեւ էլի հանգամանքներ կան, որը որ եթերային ես չեմ ցանկանա ասել այն հանգամանքները, որը որ պետք է արվեն, դա անհրաժեշտ է։ Պարոն Դանիելյան, առաջիններից մեկը իմպիչմենտի մասին հենց դուք եք խոսել, ես առաջին անգամ իմպիչմենտի մասին լսել եմ Իշխան Սաղաթելյանից դեռ դիմադրության շարժման ավարտի թերևս այդ փուլում։ Այս ընթացքում ձեզ հաջողվել է ԿՊԱ-ականների հետ կոնտակտի մտնել, փորձել գնալ այդ ճանապարհով։ Ես չեմ ասի բնականաբար չեք էլ հնչեցնի թերևս անուններ, բայց ստացվում է իրենց թիմը այնքան գուռ է, որ անհնար է հասնել դրան։
Ես չեմ կարծում, թե իրենց թիմը այնքան կուր է, որ հնարավոր չի հասնել դրան, բայց ես ուզում եմ ասել, որ ճիշտ է impeachment-ի նախաձեռնությունը մենք սրբազան պայքարի շրջանակներում էլ այդ գործիքակազմը ցանկացել ենք կիրառել, ակտիվ բանակցել ենք անգամ ժամանակին ընդդիմության ցուցակում պատգամավոր դարձած, գիտեք, Իշխան Զաքարյանի հետ պետք էր իր միանալը եւ ի վերջո չստացվեց իր միանալը հենց էսա խնդիրն է որ մենք նաեւ մեր սխալներից պետքա դասեր քաղենք, այսինքն ինչը չենք արել, որ նախկինում հնարավոր լիներ եւ ինչ պետք է անենք, որ հիմա հնարավոր լինի։ Այդ ամեն ինչը նաեւ շատ կարեւոր է եւ դրա համար ես նորից եմ կրկնում, որ ճիշտ նշանակետին խփելը ճիշտ ժամանակին եւ ճիշտ ռազմավարությամբ կարեւոր է որպեսզի վերջնարդյունքում մենք հասնենք մեր նպատակին, ոչ թե անենք անելու համար, այլ անենք արդյունք ստանալու համար, այստեղ արդյունքն է կարեւոր։ Եթե մենք անում ենք ինչ-որ մի բան անելու համար, ոնց որ շատ դե արեք ինչ կլինի, դες չի կարելի անել, դες չի կարելի վերաբերվել այն մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, որոնք որ սպասում են, որ դա արդյունք տա։ Եթե մենք այդ նման խոսույթով հանդես գանք, որ անում ենք անելու համար, այդ մեզ հավատացող մեր հայրենակիցները մեզ բավարար աջակցություն չեն ցուցաբերել։ Պարոն Դանիելյան, տեսեք, այսօր հրապարակված հարցումների համաձայն ԿՊ-ի վարկանիշը հերթական անգամ նվազել է եւ հերթական պատմական մինիմումն է արձանագրել 11.5%, նախորդին մի քիչ ավելի բարձր էր նախորդ հարցումների ընթացքում։ Փոխարենը Հայաստան խմբակցության վարկանիշը մի փոքր բարձրացել էր, 8% էր հասել։ Հիմա երբ նվազում է ԿՊ-ինը եւ երբ բարձրանում է Հայաստան խմբակցությանը ակնհայտ է, որ դժգոհությունը մարդկանց շրջանում ավելանում է, բայց մենք այդ դժգոհությանը զուգահեռ չենք տեսնում փողոցային պայքար, թեև բոլորը սպասում էին, որ գարունը կբացվի եւ նորից կտեսնենք, այսինքն շարժ չենք տեսնում, արդյոք լինելու է։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք ակտիվ այդ աշխատանքների մեջ ենք։ Մի երկու շաբաթ առաջ էլ նորից էլի երիտասարդների հետ ես մասնակցել եմ աննազանդության ակցիայի հաղթանակ կամուրջի, որը որ իրենց բողոքի ակցիային իրականացնում եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ արվում են։ Բայց այդ ակցիան ինչ ռեզոնանս ունեցավ։ Դե մեզ համար կարեւոր էր, որ մենք հասկանանք մեր հայրենակիցները ինչպես են ընդունում օրինակ անհանազանդության ակցիա իրականացնող մեր հայրենակիցներ եւ ուզում եմ ի պատիվ մեր հայրենակիցների ասել, որ կոնկրետ այդ ժամանակահատվածում մարդիկ բավականին շատ մարդիկ միացան եւ իրենց համերաշխությունը հայտնեցին այդ ակցիային։ Նախկինում միշտ խնդիր ա եղել նման ակցիաների ժամանակ ինքս մի քանի անգամ մասնակցելով փողոցային պայքարին, նաեւ փողոցներ եմ պարալիզացրել sense ասած եւ հասարակության մի զգալի հատվածի դժգոհությունը զգացել եմ, որովհետեւ այս սկզբնական փուլում, որ շարժումները սկսվում էր Նիկոլ Փաշինյանի դեմ, հիմա պատկերը այլ է եւ նաեւ դա էլ ացուցիչ, որ հասարակությունը պատրաստ է ձեզ դուրս գալու հասարակությունը եւ եթե պատրաստ է, ապա ինչու չեք հասարակությունը հիմա մի քանի հարցեր ա տալիս, ում հետևից պետք է գնա, ով պետք է լինի այդ առաջնորդը եւ այլն եւ այսպես շարունակ, այսինքն հարցեր կան, որ դա հասարակության պահանջն է, նաեւ իմ հանդիպումների ժամանակ ասվում է եւ ես կարծում եմ, որ այս նոր նաեւ սկսվող պայքարը, որը ի վերջո պետք է լինի, այդ պայքարը շատ կարծում եմ այս նախորդող պայքարները նպաստելու են, որպեսզի այս պայքարը շատ ավելի ուժեղ լինի եւ ի վերջո Աստծով կարողանանք մեր նպատակներին հասնել։ Այսինքն այն պայքարներն էլ արդյունք տվել, այդ աշխատանքներն էլ արդյունք տալիս։ Տեսեք, մենք
բավականին ինտենսիվ հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ։ Ես անցած շաբաթ իմ գործընկերների հետ Բերդի տարածաշրջանում էի, մի քանի օր առաջ մեր գործընկերները, ուրեմն Գեղարքունիքի մարզում, այսինքն այս աշխատանքը, այս գործը ժողովրդի պետք է արվի։ Ինչքան մենք շատ կարողանանք եւ շատ կարողանանք աշխատել մեր հայրենակիցների հետ, այնքան ավելի հավանականությունը մեծա, որ մեր գործի վերջո ցանկալի արդյունք։ Մենք միշտ էլ աշխատում ենք հնարավոր փողոցային պայքարի եւ իհարկե մենք երբեք էլ այդ փողոցային պայքարը չենք էլ դադարեցրել, բայց ժամանակ առ ժամանակ այդ պայքարը նաև պայքարի տարբեր փուլերում նաև իմաստավորելու եւ նաև սխալներից դասեր քաղելու եւ որոշակի շտկումներ մտցնելու անհրաժեշտություն անում։